Լույս սիրելիներս, խոսենք վերջին 11-րդ կետի մասին։ Սուրբ Գիրքը մեզ շատ հաճախ է հիշեցնում, որ եկեղեցին Քրիստոսի մարմինն է եւ մենք բոլորս այդ եկեղեցու անդամներն ենք։ Եկեղեցու Սուրբ Հայրերը խոսելով եկեղեցու մասին, ասում են, որ եկեղեցին երկու մասից է կազմված՝ հաղթական եկեղեցի եւ զինվորյալ եկեղեցի։ Հաղթական եկեղեցու մաս են կազմում այն սուրբերը, այն քրիստոնյաները, ովքեր այս աշխարհում մեղքի դեմ կռվելով հաղթանակած երկինք են վերադարձել Տիրոջ շնորհով այնտեղ բնակվելու համար։ Իսկ զինվորյալ եկեղեցին այն հավատացյալներն են, այն քրիստոնյաներն են, ովքեր այս պահին զինվորության մեջ են, մեղքի դեմ պայքարում են, որպեսզի հաղթանակած վերադառնան եւ մաս կազմեն հաղթանակ եկեղեցուն։ Ինչ է սա նշանակում, որ եկեղեցին թե երկնքում, թե երկրի մեկ է։ Քրիստոս երկու եկեղեցի կամ երկու մարմին չունի, մեկը երկնքում, մյուսը երկրի։ Քրիստոսի եկեղեցի մեկ է եւ մենք այդ մեկ եւ նույն եկեղեցու անդամներն ենք։ Երկնքում հաղթանակած սուրբերը աղոթում են երկրում զինվորյալ քրիստոնյաների համար, այստեղի ապրող քրիստոնյաները աղոթում են երկնքում գտնող սուրբերի համար եւ այսպես այդ միությունը կազմվում, որտեղ մեկը մյուսի համար է հաղթում։ Մենք աղոթում ենք նրանց բարեխոսությունը խնդրելով, նրանց կյանքը մեզ օրինակ դարձնելով, թե մենք ինչպես պայքարենք մեղքի դեմ, նրանք էլ աղոթում են Տիրոջը բարեխոսում են մեզ համար, որպեսզի այդ պայքարի մեջ մենք չտատանվենք եւ չթուլանանք։ Եթե այս միությունը չլինի, եկեղեցին պիտի քանդվի։ Եվ ամենագեղեցկագույն օրինակը, որ մենք տեսնում ենք Սուրբ Գրքի մեջ, Եբրայեցիների նամակի մեջ է, 11-րդ գլխի մեջ, երբ Պողոս առաքյալը խոսում է հավատքի հայրերի Աբելի, Ենովքի, Աբրահամի, Մովսեսի մասին, ասում է մենք շրջապատված ենք այս մարդկանց, մենք նրանցով շրջապատված ենք, ինչը ցույց է տալիս, որ քրիստոնեական եկեղեցին շրջապատված է 5 կտականի սուրբերով, այսինքն 5 կտականի սուրբեր մեզանից շատ հեռու չեն կամ շատ երկար ժամանակ այն կողմ չեն ապրել, այլ ամեն օր մեզ հետ են նույն եկեղեցու մեջ եւ իրենք իրենց ներկայությամբ շրջապատած են պահում եկեղեցին։ Իսկ պայծառակերպության դրվագի մեջ, երբ որ Մովսեսն ու Եղիան երևում են Քրիստոսին, ցույց է տալիս, որ 5 կտականի սուրբերն եւ նոր կտականի սուրբերի քրիստոնյա կյանքի մեջ ներկա են եւ ուղեցույց են այս մարդկանց, թե ինչպես ապրել, պայքարել մեղքի դեմ եւ հասցնել այդ ամենը հաղթանակած ավարտին։